Պարոն Դավթյան, տեսեք, մի քանի հարցերի կանդրադառնանք եւ այսպես, մենք իմացանք, որ 5 միլիարդի պարգևավճար են դուրս գրել եւ այս իրականության մեջ, երբ որ մեր հայրենակիցները այս սանկցիաների պատժամիջոցների հետևանքով գյուղմթեր կան, հասարակ հայ մարդը կանգնած է լրջագույն խնդիրների առաջ, վարկերի տակ ճկրում են, տուն ու տեղ չեն կարողանում պահել, բայց այս մարդիկ 5 միլիարդի պարգևավճարը դուրս են գրում ու շարունակում այս մարդկանց, ինչպես իրենք էին ասում, հպարտ հարկատուներին այս վիճակում գցել։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Իմ տեսակետը Նիկոլի ապագան դա էր, Նիկոլը ասել է, ինչ ասել է, դա էլ իր գործել է։ Թող չգնային քվե չտային իր Նիկոլին։ Հիմա ասում են Նիկոլը գնա, ով գա։ Ամենատգետ պատասխանը սա է։ Ով որ նմանատիպ հարց է բարձրացնում, դրանք Նիկոլի արբանյակ թուրքերն են։ Այսպես ասեմ, ներքին թուրքը իրականում դրանք են, որ նժդե ասում ազատվի ներքին թուրքից, արտաքինին արդեն գիտես, այդ դրանք Նիկոլի արբանյակ թուրքերն են, որ ասում ես Նիկոլին չտասումը տաս, էլ մարդ չկար, թիվ 1 Հայաստանի Հանրապետության լիդերը եղել է Ռոբերտ Քոչարյանը, հենց այս պահին ես Վարդան Ղուկասյանին, Գյումրիի քաղաքապետ, Վարդան Ղուկասյանին եմ համարում որպես վարչապետի տեխնացու նաև, ինչի չունենք մենք տեխնացու, բավականին ունենք լուրջ ընդդիմադիր տեխնացուներ, պիտակավորումների համար կարող են ամեն ինչ կպցնել, Նիկոլի ապագան միշտ եղել է սա, 8 տարի այսպես պահել է, հետմահու զարգացումներով, դեռ հավատալով գնացին քվե տվեցին և դրանով անդրադառնալով նաև մեր ֆուրերի վարորդները բողոքի ակցիա էին անում Հանրապետության հրապարակում, ճիշտ է, դե մի 1000 վարորդ պետք է որ լինի, 1000 վարորդից թող 300-ը չգնան անհատական էձև կանգնեն, ֆուրերով մտնեն Երևան քաղաք, ֆուրերով մտնեն բոլոր ռայոններ, բոլոր քաղաքներ, խցանումներ, բայց նախապես իրենք էլ, ասենք, կառավարության կարկած ձևավորեն, որոշում կայացնեն այդ ժամանակ սրանից հետո ով կլինի, կոնկրետ ես Վարդան Ղուկասյանին այս պահին տեսնում եմ, ամենակատարելագործված տեխնացունը, հիմա էլ ոչ են կր ասեն, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը պիտակ կպցնեն ու ասեն սենց։ Վարդան Ղուկասյանին ինչ պիտակ պիտի կպցնեք, անկոտրուն, ամուր լիդեր։ Ֆուրերի վարորդները ինչ էին անում։ Բողոքի ակցիա, որ ճանապարհ բացվի եւ այլն։ Ընտանիք չեն կարող պահեն, էդ է։ Ընտանիք չեն պահ։ Սա էլ ապագա է։ Ես էլ ճանապարհային քարտեզ եմ ասում, ֆուրերով մտեք, Երևան քաղաքը տրագեդիայի ենթարկեք ու ներկայիս հանցավոր ռեժիմից այդպես ազատվենք։ Տեսնում եք, որ քաղաքակիր ձևով անհնար է։ Մեր ժողովուրդը սովորություն ունի։ Դանակը միջև չհասնի ոսկորին ուշքը չի գա գլխներին։ Բնույթը դա է։ Հիմա ասենք Գագիկ Ծառուկյանի բոլոր աշխատակիցները բողոքի ակցիա են անում։ Բայց սահմանադրական դատարանի առջև ես Գագիկ Ծառուկյանի թիմակից 10 հոգուց ավել մարդ չտեսա։ Նույնը կենտրոնական դրական հանձնաժողովի առջև։ Ուր էիք։ Այսինքն բոլորիս խնդիրն է դա։ Ես այնտեղ եղել եմ, լիքը անհատ մարդիկ եղել են, բայց բողոք անողները, թե Արարատից եմ զավոդի, թե տարբեր տարի աշխատում, 15000 ժողովուրդ, որ հետնում է, Բաղրամյանն էլ կարա լսնի, Օպերան էլ կարա լսնի, բավականին կենտրոնական դրական հանձնաժողով։ Ուր էիք ժողովուրդ։ Գագիկ Ծառուկյանին պիտի պարկեսնեն նոր դուք ուշներդ գար գլխներիդ։ Դուք պետք է այդ օրվանից տեսնեիք, որ Գագիկ Ծառուկյանի ձեր տված քվեն գողացել են, նոր այդ ժամանակվանից գնաք կանգնեք, ինչու չարեցիք, այս հարցին մի հատ ես կցանկանամ պատասխանեք բոլորը, ես իմ հեռախոսի համար բոլորին էլ ասել եմ, 096 15 15 03, 098 39 26 01, զանգեք ինձ պատասխանը տվեք, եթե կարող եք էլ իհարկե։ Հիմա վերադառնամ Նարեկ Կարապետյանին, Նարեկ Կարապետյան, բոլորդ ասում եք մանդատը վերցնենք, ես լիովին կողմ եմ ձեր մանդատ վերցնելու, շատ իդեալական է, որ մանդատը վերցնեք, բայց մի պարագայում մանդատը վերցնում եք, մի անգամ մտնում եք պարլամենտ այդ մանդատը վերցնելուց ու դուս եք գալիս փողոց ու չեն գնում այնքան ժամանակ, մինչև ներկայիս ավազակապետական վարչախմբի լուծը թոթափելը։ Այդ ժամանակ ազգը կկանգնի ձեր կողքին։
Ինչպես որ ապարանի քաղաքապետարանը ժամանակին կհիշեք, որ ապարանի տանիքները տարել էր եւ այլն։ Քաղաքապետ Կարեն Եղազարյանը հելավ կանգնեց ասեց. Ես չեմ գնալու այնքան ժամանակ տուն, միջև տանիքները չկապեմ, չվերանալոքեմ։ Ու այդ մարդը ձև արեց։ Հիմա դու Հայաստանի տանիքը կապեք, Նարեկ Կարապետյան, ամենաշատը դուք եք տոկոսային հարաբերությունով քվետ տարել։ Դուք որ այդ քայլին գնաք, բոլորը հետևություն կանեն ձեզ։ Մի գնացեք գյուղեր, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Մեր ձայնը մենք կարում ենք հասցնել ժողովրդով հանդերձ, հասարակությունով տարածել։ Պետք չի, դատարկ ճառերից հասարակությունը հոգնել է։ Գնացեք լուրջ քայլերի։ Այսօր լուրջ քայլերը այնա, որ ձեր անձեռնամխելիությունը հաստատվի, վերցրեք մանդատները եւ դուրս եկեք փողոց։ Նայեք, այսինքն կարելի է չէ, ոչ փողոցը, ոչ բաժան իրար չեն խանգարում։ Բացարձակապես։ Բաժան պետք է տակ պահել, ինչու ոչ, այդ ամբիոնը դա այն ամբիոնն է, որտեղից նաև հմեկ լսող մեր հայրենակիցները լսում են նաև այս մարդկանց խոսքը, պետք է օգտագործել աժամբիոնը։ Աժամբիոնը էլ, եթե իրանք լուրջ քայլի գնացին, աժամբիոնը էլ մեզ պետք չի, որովհետև իշխանությունը ոչ լեգիտիմ է, ընտրակեղծությունով, սրբապից քայլերով են սրանք եկել։ Այս ամենին զուգահեռ մենք տեսնում ենք, որ այսքան մարդկանց գործազուրկ են էլի դարձնում, այս բողոքի ակցիաները տեսնում ենք, լավ, ինչի կարող է սա հանգեցնել։ Սա սպիտակ եղեռնի։ Ժողովրդին դրդում են, Հայաստանից դուրս բրդում։ Սա տանում է դրանը հանգրանում, ուրիշ ոչ մի բան։ Եթե լավ գիտակցում եք, սա 1 օր, 2 օր, 3 օր մարդիկ որ սոված մնացին, ստիպված թողելու են լքեն Հայաստանը։ Նիկոլներ ճանապարհային քարտեզը բացի, նրանց կուարկի ադրբեջանցիներին կընդունի։ Ես սա եմ հասկանում, թե չէ ինչ որ մնում է այդ սոված մարդիկ 1 օր, 2 օր, 3 օր որ մնացին, ես կարծում եմ կարող է իրենք գալ հրապարակ, Նարեկ Կարապետյանենց մանդատներով հանդերձ կենթանի ժամանակի պայքարներ եղել է։ Իրենք անձեռնամխելիություն լիդերства ճիշտ կառավարության կարկասը ձևավորեն, ճիշտ ճանապարհային քարտեզով հանցավոր ռեժիմից ազատվել վարկյան առաջ։